Ժողովուրդ օրաթերթը գրում է ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հաջորդ շաբաթ հանձնաժողովի նիստ է հրավիրել այդ ձևաչափով լսելու նախաքննական մարմինների նախագահներին։ Ամենայն հավանականությամբ նիստը կկայանա ապրիլի 22-ին ազգային ժողովում։ Տեղեկացանք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանը, հակակոռուպցիոն կոմիտեի նորանշանակ նախագահ Արտուր Նահապետյանը անցած աշխատանքների մասին հաշվետվություն կներկայացնեն ազգային ժողովի падգամավորներին։ Հրապարակ թերթը գրում է Վիլեն Գաբրիելյանի փոխարեն падգամավոր դարձած Արտյոմ Մեհրաբյանին, որը մի կարճ շրջան ղեկավարել է ռազմաարդյունաբերության կոմիտեն, հարցրինք ինչու ազատվեց այդ պաշտոնից։ Ես ազատվել եմ իմ դիմումի համաձայն։ Ինչու՞։ Ուղղակի ուզեցի հեռանալ։ Ինչու՞։ Որովհետև չգործող կառույց էր, քանի որ մեզ ռազմական արդյունաբերություն պետք չէ։ Ալիևը պահանջում է Հայաստանի Հանրապետության բանակն ապա ռազմականացնել։ Ոչ, այդ ժամանակ ընդհակառակը մենք ունեցել ենք շատ լավ արդյունք։ Իսկ հիմա էլ շարունակվում է նման բան չկա, թե մենք չենք զինվում, ես չեմ կարող շատ փակագծեր բացել, բայց այն ինչ դուք ասում եք գոյություն չունի։ Ավելին ես կարող եմ ասել, որ Հայաստանը մինչև 2018-ը երբևիցե ռազմաարդյունաբերության մասով այդքան աշխատանքներ չի արել, ինչ անում է դրանից հետո մինչ այդ մենք ունեցել ենք 0, իսկ հիմա ունենք հզոր ռազմաարդյունաբերություն 0, համենայն դեպս այնքան զենք ենք ունեցել, որ 44 օր կռվել ենք։ Ես ռազմաարդյունաբերության մասով եմ ասում, գուցե ներմուծված զենքով են կռվել։ Իշխանությունն ասում է անպետք զենք են գնել, կներեք, ես շատ զբաղված եմ, հիշեց ԿՊԱ-կանը նետվելով իր աշխատասենյակ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարը Գերասիմ Մկրտչյանը մինչ ազատման դիմում գրելը կռիվ է տվել եւ չի ցանկացել ազատվել պաշտոնից։ Կոմիտեում կադրային ջարդը սկսվել է եւ նորանշանակ նախագահ ազատվում է կոմիտեի սկանդալային պատմության կենտրոններում հայտնված պաշտոնյաներից։ Տեղեկացանք, որ ազատվածներից մեկն էլ եղել է հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Գերասիմ Մկրտչյանը, որը կոմիտեի նախագահի որոշման դեմ ընդվզել է եւ չի ցանկացել ինքնակամ դիմում գրել եւ հեռանալ համակարգից, սակայն նրա դիմադրությունն արդյունք չի տվել։ Իրավապահ համակարգի աղբյուրները չեն բացառում, որ Գերասիմ Մկրտչյանի պաշտոնանկության պատճառը ենթադրաբար փոխկապակցված է հայտնի գազի բանդայի հետ, որի մասին ժողովուրդ օրաթերթը բացահայտումների շարք է ունեցել եւ հրապարակել։ Հրապարակ թերթը գրում է ազգային ժողովի երեկվա նիստին իշխանական ֆրակցիայի հատվածում հոգեհանգստի տրամադրություն էր տիրում։ Հուսատ դեմքերով, հեռախոսերով հետևում էին Գյումրու ավականու առաջին նիստին եւ անհաղորդ էին ազգային ժողովի օրակարգին, որտեղ շարունակվում էր կառավարության ծրագրի 2024 թվականի զեկույցի քննարկումը, զեկուցում էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Իդեպ ԿՊ-ում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմն այլևս չի մասնակցելու ավականու նիստերին։ Տապալելու են քվեարկությունները եւ այդ հիմքով մի քանի ամսից Գյումրիում նոր արտահերթ ընտրություններ կլինեն։ Երեկվա նիստը ԿՊ-ն բոյկոտեց, բայց մեր տեղեկություններով հաջորդիվ մասնակցելու են փորձելով Վարդանիկի կյանքը դժոխքի վերածել։ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանը դադարել է լինել սուբյեկտ եւ դարձել է ուրիշների որոշումներից կախված։ Հայ հասարակությունը նոր մեծ պատերազմով վախեցնելով կառավարությունը արդարացրեց Արցախից հրաժարվելը, խոսանալով խաղաղության պայմանագիր որպես փոխհատուցում, որը պետք է վերջ դներ տարածաշրջանում լարվածությանը։ Այս փրկարար համաձայնագիրը նախատեսված էր կնքել 2023 թվականին վերջին, բայց այն այդպես էլ չի ստորագրվել։ Ադրբեջանը շարունակում է ձգձգել գործընթացը եւ դրա համար պատասխանատվությունը դնում է Հայաստանի վրա։ Հայ հասարակությունը իհարկե դեմ է տարածաշրջանում թուրքական ազդեցությանը, բայց այն փոքրամասնություն է կազմում, քանի որ կա 4 ազդեցիկ ձայն։ Եվրոպան կողմ, Փաշինյանը կողմ, Թուրքիան ու Ադրբեջանը կողմ։ Այսպիսով թուրքական ազդեցություն կլինի, ճիշտ է, Ռուսաստանը դեռ դեմ է դրան, բայց ով է նրան հարցնում։ Հրապարակ թերթը գրում է հերթական նիստերի ավարտից հետո ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի օրակարգում մեկ հարց է հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով ֆիզիկական անձանց հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը եւ որոշ կարգավորումներ կվերանայվեն ներկայում հայտարարագրերը ներկայացնելու եւ եկամտահարկ վճարելու վերջնաժամկետը մայիսի 1-ն է, սակայն քաղաքացիները բոյկոտում են հայտարարագրման գործընթացը, ինչն է ստիպել է ժամկետները երկարացնել, ավելի ճիշտ զատնի դնել, առաջարկում են եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի նոյեմբերի 1-ը։